Հայաստանի եվրոպական ձգտումներն ու Երևանից հնչող վերջին հայտարարությունները պաշտոնական Մոսկվայի ուշադրության կենտրոնում են։ Ռուսաստանի պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը դիմել է Հայաստանի իշխանությանը կոչ անելով արտոնություններ չփնտրել Եվրասիական տնտեսական միությունում, եթե գնում են Եվրամիություն։ Դա ռուս բարձրաստիճան պաշտոնյան ցինիզմ է որակել։ Хочется, чтобы Армения не вела лживую политику. Ցանկալի կլիներ, որ Հայաստանը կեղծավոր քաղաքականություն չվարեր, որովհետև եթե Հայաստանն ընդունում է Եվրամիությանն անդամակցելու մտադրությունների մասին օրենք, ապա ինչու է օգտագործում ԵԱՏՄ հնարավորությունները։ Ինչու է խաբում ԵԱՏՄ մասնակիցներին։ Դա ցինիկություն է, դա սխալ է։ Հստակ ասեք, դուք գնում եք ԵՄ, գնացեք, բայց այդ դեպքում պետք չէ այստեղ արտոնություններ ստանալ։ В Евросоюз идите, но тогда здесь не нужно получать преференции. Ռուս կոլեգային Հայաստանի խորհրդարանի նախագահն է արձագանքում։ Ռուբինյանն ասում է, Երևանը չափազանց անկեղծ է։ Մենք չէ, որ որևէ բան ենք անում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վատթարացնելու համար, հակառակը մենք ամեն ինչ արել ենք եւ շարունակում ենք անել նորմալ բարիդրացիական բարեկամական հարաբերություններ ունենալու համար։ Այս կոնտեքստում ես կարծում եմ, որ հայկական տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի եւ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ոչ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն, ոչ էլ առավել եւս Եվրասիական տնտեսական միության կանոններին, որովհետեւ ես ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միության գոյության ամբողջ իմաստը ապրանքների ազատ շարժն է եւ անմաքս։ Իսկ ստեղ մենք գործ չունենք ազատության հետ առնվազն դե ֆակտո։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու դիմումի, Ռուբինյանի խոսքով հենց ԵԱՏՄ գործընկերներն են ջանում, որպեսզի Հայաստանը դա անի։ Պատճառն էլ ասում է պարզ է։ Նրանք անդադ ասում են, որ մենք պետք է հարակվե անցկացնենք, իսկ հարակվե անցկացնել Եվրամիության անդամակցության հարցի վերաբերյալ հնարավոր է միայն, երբ որ այդ հարցը ձևակերպված լինի եւ այդ հարցից բխող հանգամանքները հայտնի լինեն, այսինքն հնարավոր չի ուղղակի հարակվե անել։ Ուզում եք դառնանք Եվրամիության անդամ, եթե դրան հարակից գործողությունները արված չեն։ Դրա համար հարակվեն հնարավոր կլինի անցկացնել միայն այն բանից հետո, երբ մենք դիմենք Եվրամիության անդամակցության համար, ստանանք համապատասխան արձագանք, ստանանք համապատասխան դրական արձագանք, ստանանք համապատասխան ավելի հստակություն քայլերի ժամանակային շրջանակների վերաբերյալ, այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել հարակվե։ Արձագանք կա նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանն ասել է, որ Մոսկվան տեսնում է էական ռիսկեր կապված Հայաստանի Եվրամիությանը միանալու օրենսդրորեն ամրագրված նախապատրաստական աշխատանքների հետ, որոնք Հայաստանի իշխանությունն իրականացնում է առանց ԵԱՏՄ դաշնակիցների հետ որևէ խորհրդակցության։ Նույն պաշտոնյան նաև ասել էր, որ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական եւ այլ ոլորտներում։ Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանի Հանրապետությանը հեռացնել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Մեզ համենայն դեպս կազատի դուրս գալ չգալու երկընտրանքից։ Կրեմլի խոսնակն արձագանքելով Փաշինյանին ասել էր, որ Հայաստանն ազատ է լքել ՀԱՊԿ, եթե այլևս կարիք չունի անդամակցության։ Ինչպես իրավացիորեն նշել է հարգարժան պարոն Պեսկովը, Հայաստանն ազատ է իր ընտրության հարցում։ Որովհետև Հայաստանն ազատ է իր ընտրության հարցում։ Պեսկովի նույն հայտարարությանը նաև անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն է արձագանքել։ Ռուսական Դոժձին տված հարցազրույցում Սիմոնյանն ասել է. «Գիտենք, որ ինքներս էլ կարող ենք դուրս գալ ՀԱՊԿ-ից»։ Հարցին, թե ինչու դա չեն անում, անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է, որ այդ հարցով բավականին հասկանալի լեզվով արտահայտվել է վարչապետը, իսկ ինքը փակագծեր բացելը կոռեկտ չի համարում։ Մանուշակ Մելքոնյան, Էպիկենտրոն։